Բարև ձեզ, ես Յոլան Արոնաբանության եւ ռուսկաբանության կենտրոնի բժիշկ կառավարական եմ։ Այսօր խոսելու ենք արյան քաղցկեղի մասին։ Արյան քաղցկեղը ընդհանրական հասկացություն է եւ իր մեջ ներառում է տարբեր հիվանդություններ, որոնք կարող են դրսևորվել տարբեր կերպ, ունեն բուժման տարբեր ընթացք եւ տարբեր պրոգնոզ։ Կարևոր ախտանշանները, որոնք խորհուրդ եմ տալիս չան տեսել, դրանք երկարատև ընդհանուր թուլությունն են, անհասկանալի ջերմության բարձրացումը հատկապես երեկոյան ժամերին, մարմնի վրա կապտուկների առաջացումը եւ երբեմն այլ գանգատներ։ Նման գանգատների առկայության դեպքում խորհուրդ ենք տալիս առաջին հերթին հանձնել արյան ընդհանուր անալիզ, սկսել ամենապարզ հետազոտություններից, որտեղ երբեմն հիվանդները կատարում են բարդ հետազոտություններ, օրինակ համակարգչային շերտագրություն, MRT հետազոտություն եւ այլն, բայց ամենահասարակ, բայց երբեմն ամենաինֆորմատիվ արյան ընդհանուր անալիզը կարծես մոռացում է։ Վերոնշյալ ախտանշանների դեպքում առաջնահերթ խորհուրդն է հանձնել արյան ընդհանուր անալիզ եւ շեղումների առկայության դեպքում դիմել համապատասխան մասնագետի, առաջնահերթ արոնաբանների։ Արյան քաղցկեղային հիվանդությունների առաջացման հստակ պատճառներ չկան եւ որպես կանոն այս հիվանդությունների առաջացման սկիզբը սուր է եւ սկսվում է ուղղակի առանց որևէ հստակ պատճառի եւ դրսևորվում է միանգամից հիվանդության ախտանշաններով։ Այս պարագայում շատ կարևոր է հիշել, որ ժամանակը եւ ժամանակի կորուստը շատ կարևոր են եւ կարող են ազդել հետագա բուժման արդյունավետության վրա։ Այդ իսկ պատճառով ես եւս մեկ անգամ նշում եմ շուտ հետազոտվելու, վաղ ախտորոշում ունենալու կարևորությունը եւ անհրաժեշտությունը։ Եվս մեկ անգամ հորդորում եմ շեղումների, գանգատների, ախտանշանների առկայության դեպքում դիմել համապատասխան մասնագետների եւ հնարավորություն դեպքում ստանալ վաղ բժշկական օգնություն։ Արյան քաղցկեղային հիվանդությունները կարող են դրսևորվել բոլոր տարիքային խմբերում եւ հավասարապես կարող են հանդիպել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների մոտ։ Հիվանդությունները որպես կանոն չունեն ժառանգական տրամադրվածություն, այսինքն ժառանգաբար չեն փոխանցվում։ Հիվանդության զարգացման մեջ գործ ունեն որոշակի գենետիկ փոփոխություններ, բայց դրանք իրար ժառանգաբար չեն փոխանցվում։ Արյան քաղցկեղային հիվանդությունները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև մեր կենտրոնում, բուժվում են ժամանակակից ուղեցույցներին եւ ստանդարտներին համապատասխան։ Քաղցկեղային հիվանդությունների բուժումը բարեբախտաբար շատ ստանդարտացված է եւ վերջնական որոշվում է կլինիկական փորձարկումների եւ միջազգային կազմակերպությունների կողմից հաստատումից հետո։ Հայաստանի Հանրապետությունում մեր կենտրոնում հասանելի են ժամանակակից բուժման եւ քիմիոթերապևտիկ եւ իմունոթերապևտիկ միջոցները, կարողանում ենք ցուցաբերել համալիր մոտեցում եւ ձևավորել անհատական բուժական պլան ցանկացած հիվանդի համար միջազգային ուղեցույցներին համապատասխան, բայց նաև հաշվի առնելով կոնկրետ հիվանդների անհատական առանձնահատկությունները։ Ինչպես ավելի վաղ նշեցի, բուժման արդյունավետության վրա կարող են ազդել մի շարք գործոններ, որոնց մեջ նաև կարևոր բերերից մեկը ունի վաղ ախտորոշումը։ Ուստի եւս մեկ անգամ անդրադառնում եմ պարբերաբար հետազոտվելու ամենահասարակ հետազոտություններից մեկը արյան ընդհանուր անալիզը գոնե առնվազն տարվա մեջ 2 անգամ հանձնելու կարևորությունը։ Ձեր առողջությունը կախված է նաև ձեզնից, որտեղ հետևողական լինելը նպաստում է հետագայում հիվանդության առկայության դեպքում ավելի վաղ էտապներում բուժում ստանալու եւ ավելի լավ արդյունք ունենալու։